իսկ այս մարդը օրինակ պատասխան տվել է այն հարցին, թե անկլավները ինչ եղավ, սրա մասին չեն խոսում վերջերս։ Դուք նկատում եք, նրանք որ ինչ-որ բանի մասին չեն խոսում, նշանակում է արդեն ինչ-որ բան պայմանավորվել են։ Այս անկլավները ինչ է լինելու, Տիգրան հանձնվելու է, հաստատ հանձնվելու է, նա ուղղակի էլի ստում է, չի ասում ճիշտ է։ Եվ Թավուշում եւս 3 թե 4 անկլավ նա հանձնելու է։ Սրա հետևանքով մենք զրկվելու ենք մեր կապից հյուսիս-հարավ մայրուղին հատվելու է, մենք այդ մայրուղին այլևս չենք ունենալու, եւ հյուսիսում Վրաստանի հետ մեր մայրուղին նույնպես կորցնելու ենք։ Այսինքն Հայաստանը կատլետի պես կտրտում են կտոր եւ հետո այդ կտորները մարսվելու են։ Այն թե ինչ հետևանքներ կարող է ունենալ, որ մենք կախվածության մեջ ընկնենք Ադրբեջանից, մենք դա շատ լավ հիշում ենք, անցյալում դա ինչպես էր եղել։ Այսինքն ցանկացած ժամանակ, երբ որ Ալիևը դժգոհ լինի, ինչ որ մի, ասենք քաղաքական գործչի խոսքերից, ինչ որ որոշումից, կամ ինչ որ պահանջ մեզ ներկայացնի, օրինակ որ 300,000 ադրբեջանցի կամ 1 միլիոն ադրբեջանցի պետք է վերադառնան Հայաստան, եւ մենք ասենք ոչ, այդ նույն օրը նա սխմելու է կոճակը եւ մեր գազը եւ նավթը մենք չենք ստանա եւ սկսելու ենք ցրտից եւ սովից մահանալ։ Այսինքն սա լինելու է մեր հարևանի ձեռքում։ Մենք կախվածության մեջ ենք ընկնում մի երկրից, որը 20 թվականին երևի մենակ ես եմ հիշում 5000 հայ զինվոր է սպանել եւ վթարել է Ղարաբաղի բնակչությունը, որը ըստ մեր այս քարոզիչների դա մեր թշնամին էր։ Մենք այլևս ապրում ենք Հայաստանի ինքնավար մարզում, Ադրբեջանի եւ Թուրքիայի կազմում։ Մենք դա պետք է հասկանանք։ Իհարկե այնտեղ այդ քարոզիչների բանակը էլի թոգից բաց կթողնեն, նրանք էլի կսկսեն մեր ժողովրդին խաբել, դիպնոզի ենթարկել, արտասահմանից էլի մարդ կբերեն, միլիոններ կբերեն, որ մեզ անընդհատ հեքիաթ պատմեն։ Մենք այլևս սուվերեն պետություն չենք, մենք պետք է դա հասկանանք։ Մենք ապրում ենք Հայաստանի ինքնավար մարզում։ Երբ որ ձեր պետության այսպես կոչված ղեկավարը ասում է, որ մեր հարևանի օգնությամբ մեր երկրի ներսում մենք պայքարում ենք մաֆիայի հետ, այսինքն մենք ընդհանրապես որևէ ինքնիշխանություն չունենք։